Պետությունը, որը չի մշակում իր հողը, անխուսափելիորեն սկսում է կախված ապրել ուրիշի արտադրած սննդից։ Այսօրվա աշխարհում դա այլևս միայն տնտեսական խնդիր չէ, այլ ազգային անվտանգության լուրջ սպառնալիք։ Պատերազմները, ճգնաժամերը, փակ ճանապարհներն ու խզված մատակարարումները հստակ ցույց են տալիս, այն երկիրը, որը չի մշակում իր հողը, վաղ թե ուշ իր ապագան հանձնում է ուրիշներին։ Աշխարհում կան երկրներ, որոնք անհամեմատ ավելի ծանր բնական պայմաններում կարողացել են հողը վերածել ազգային ուժի։ Անապատային Իսրայելը գիտության, տեխնոլոգիայի եւ պետական հետևողական քաղաքականության շնորհիվ դարձել է գյուղատնտեսական գերտերություն։ Իսկ մենք Աստծո պարգևած մեր այս օրհնված բերի հողը, արև եւ ջրային ռեսուրսներ ունեցող երկիրը շատ հաճախ մեր սեփական հնարավորությունը թողնում ենք չօգտագործված։ Սա պետք է փոխվի։ Ոչ մի սանտիմետր հող չպետք է մնա անմշակ։ Ամեն հեկտար հողը պետք է դառնա բերք, եկամուտ, աշխատատեղ, արժանապատիվ կյանք։ Պարենի ինքնաբավությունը պետք է դառնա պետական առաջնահերթություն։ Հայաստանը պետք է ոչ միայն իրեն ապահովի սննդով, այլև դառնա տարածաշրջանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, Ծոցի, Եվրամիության երկրների գյուղատնտեսական արտադրանքի խոշոր մատակարար։ Հայաստանը սկսվում է հողից։ Մշակված հողը հաց է, աշխատանք է, անվտանգություն է, արժանապատիվ կյանք է, ապագա է։ Սա է այն հիմքը, որի վրա կառուցվում է ուժեղ պետությունն ու բարեկեցիկ հասարակությունը։